Հայկական տեսականի, բայց մատուցումը ավելի շատ բրազիլիական, պորտուգալական, իսպանական ձևաչափով։ Այստեղ ունենք գարի թիակ։ Ամբողջական պատրաստումը այսպես է մատուցվում։ Խորովածի տարածվող բույրը մարդկանց ծխացող մանգալների մոտ է կանչում։ Ստեփանավանն առաջին անգամ հյուրընկալել է խորովածի համահայկական փառատոնը։ 45 տաղավարում խորովածի լայն տեսականի են առաջարկում հանրապետության տարբեր մարզերից եկած խոհարարները, մրցելով միանգամից մի քանի անվանակարգում։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը վաղուց արդեն միայն խոհարարական մրցույթ չէ, այլև զբոսաշրջային եւ տնտեսական կարևոր իրադարձություն համայնքի համար։ Այսօր մենք գործընկերների հետ որ քննարկում էինք 10-15 հազար հյուր ենք ակնկալում եւ դա միանշանակ արդեն իսկ խոսում է նրա մասին, որ քաղաքի հետագա հետաքրքրության համար, ասենք զբոսաշրջիկի միանշանակ նպաստելու է, որ մարդիկ, որ այսօր առաջի անգամ են մտնում Ստեփանավան, համոզված են, որ հաջորդիվ սպասելու են երբ հաջորդ փառատոնը լինելու խորովածի կամ նաեւ պարզապես կան Ստեփանավանի գեղատեսիլ վայրերը վայելել։ Փառատոնը Ստեփանավան անցկացնելը կարծում ենք, որ կնպաստի Ստեփանավանի տուրիստական գրավչության մեծացմանը, հանրահռչակմանը եւ իհարկե մեծ զբոսաշրջիկների ներհոսքին, ինչը կբերի ինֆրաստրուկտուրաների զարգացման, հյուրանոցային տեսության օբյեկտների ավելացման, հանրային սնդիկետերի շատացման եւ իհարկե ընդհանուր բարեկեցության ավելացմանը, որը մեկ բառով կարող ենք ասել տարածքային համաչափ զարգացում։ Հուսով ենք օրվա ավարտին 15000 թիվը կամփոփենք, բայց եթե 10000-ն էլ անցնենք, արդեն կարող ենք ասել, որ առաջի տարվա համար դա ռեկորդ է, որովհետև Ախթալայում միջինը եղել է 5-ից 6000 այցելու։ Ավանդականից մինչև հեղինակային բաղադրատոմսեր Ստեփանավան եկած հյուրերին զարմացնում են խորովածի հետաքրքիր համադրություններն ու խոհարարների ուրույն ձեռագիրը։ Մասնակիցները գնահատվում են ոչ միայն համի, այլև պատրաստման տեխնիկայի, ստեղծագործական մոտեցման եւ մատուցման համար։ Կարևոր եւ ամենագլխավոր շահառուն այս փառատոնի տեղի բնակչությունն է, որ կարողանա հաշվարկի, պլանավորի եւ այս փառատոնի միջոցով շահույթ ունենա։ 3 անվանակարգերը թույլ են տալիս, որ ոչ միայն այսպես կաղապարված ինչ-որ խորովածի տեսականի, այլ նաև խոհարարը խոհ արարի, զարգացնի։ Այն լավագույն մտահղացումը հենց դրան է միտված։ Գյումրվա քյալենը Գյումրիից եկեք ներկայացնում ենք 14 ժամ դրի մեջ պատրաստվել է, որ բերենք մարդկանց ներկայացնենք, որովհետև յուրահատուկ տարբերություն ունի 7 տեսակի համը, դարերով եկե մեզի հասել, ժողովուրդ տեսի։ Ամենը ինչ որ ներկայացված է մեր մոտ, հիմնականում բանջարեղենի եւ մրգերի հիման վրա պատրաստվող խորովածներ են, նի ստանդարտ մեր հայ ժողովրդի համար, օրինակ անանասը մարինացված է չամանով եւ գարեջերով։ Տանձը մարինացված է կոնյակով եւ դարչին եւ բադյան, անիսոն։ Խնձորը տապակում ենք, մի փոքր խորովում ենք, չամանով պաստա է սարկած, չամանով եւ քամած մածունով։ Կսում ենք հացի վրա, խնձորը մատուցվում է մեղրով վրան շտրիխներ արած։ Փառատոնի այցելուներից շատերը ջերմ հյուրընկալությունից եւ խորովածի համտեսից հետո տոնական օրը շարունակում են Ստեփանավանի գեղատեսիլ վայրեր այցելությամբ, բացահայտելու լորվաշքեղ բնությունն ու հարուստ մշակույթը։ Սերինե Սերոբյան, Գոռ Փելեշյան, լուրերի համար։